Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները քննարկել Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում թրիփ նախագծի իրականացման առաջընթացը։ Մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը եւ համաձայնել են շարունակել իրենց շփումները։ Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ թրիփի նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, նաեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։ Մակրոնը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ։ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն ընդունվել է 64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով։ Նախագիծը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն։ Ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեվության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա, աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրի։ Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը։ Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման (TRIP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու 2025 թվականի օգոստոսի 8-ին հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։ Վերահաստատում է, որ մարդկային անասենի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարի դրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։
Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Եվ ամփոփելով կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։ Երրորդ հանրապետությունից չորրորդ հանրապետությանն անցնելու հայտարարությունների հետևում սահմանադրական կարգի տապալման հատկանիշներ կան, հայտարարել է Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Հպարտորեն հայտարարում եք չորրորդ հանրապետության մասին։ Կարող եք նկարագրել երրորդ հանրապետությունը, որ դուք հերոսաբար տապալում եք եւ ստեղծում եք չորրորդը, կամ եթե չեք տապալում, դադարեցնում եք դրա գոյությունը։ Եթե դուք երրորդ հանրապետությունը որպես պետություն ասում եք չկա այլևս, չորրորդն ենք ստեղծում, ժողովուրդ, սա սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է։ Դուք հասկանում եք, որ եթե որևէ հանրապետության գոյություն դադարեցնում եք, ստեղծելով նորը, նշանակում է դուք այն հանրապետության, որի սահմանադրության շրջանակներում եկել եք իշխանության, գործել եք այդ հանրապետության դեմ։ Ես ինչ դուք որ օգտագործում եք բառերը իրավական առումով նախնական մի հատ գոնե ուսումնասիրություն չեք անում։ Ես չեմ ասում գեղագիտական առումով խոսքեր, ես ասում եմ իրավական տեսակետից։ Ձեր հայտարարությունները իսկապես առերևույթ պարունակում են կոնկրետ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ ուղղված սահմանադրական կարգի դեմ Հայաստանի Հանրապետության։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիցականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում։ Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր։ Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ երկու խնդիր է լուծում՝ կոնկրետ դեմքերի գծերից է գցում եւ զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում։ Ի վերջո, ինչպես էր իշխանությունը սեփական պատկերացումներով եւ քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետեւ ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ԿՊԱ-ական դեմքերից է հնչեցվում, դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են։ Եթե ես զեկույցը ներկայացնելիս ներկայացնեմ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը 215 էջ կլինի, բայց միայն եզրակացություն ու շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում, որն ունի գաղտնի, խիստ գաղտնի տվյալներ, եւ դա զեկույց ներկայացնելը բարդ խնդիր է, ասել է Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կա ինչ-որ առումով պատասխանել է։ Բոլորինս էլ կա, հետո ինչի Փաշինյան չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր։ Իսկ նախկինները մեղավոր են, հիմա չեմ խոսում նախկինների մեղքերի մասին։ Մենակ ասեմ բանգաբուտուլգեկը այսօր փոխված են ամրոցներով։ Թող հասկացողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում ժամանակին մի հատ մեղ չէինք արտադրում, այսօր մեր ռազմաշնորհաբերության վիճակը ինչպիսին է։ Այդեք մեղավորներ ման մի եկեք դասեր քաղելու մասին խոսենք։ Չկան մեղավորներ։ Ինչի չկա։ Քրեական գործերի քանակը պատկերացնում եք։ Զեկույցում կան դավաճաններ էլ, մեղավորներ էլ, ամեն ինչ էլ կա։ Հաջորդեն քրեական գործեր, դավաճաններ։ Ես քննիչ չեմ։ Սա իրավական քաղաքական փաստաթղթ է։ Դավաճաններ։ Ինչի դուք չգիտեք, որ քրեական գործեր կան դավաճանություն։ Թե զեկույցին չէ։ Դրա մասը այդպիսի հատված կա։ Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ նշան բողոքի հավաքվել էին կառավարության շենքի դիմաց վերադարձնելու հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները, մեդալները։ Ակցիայի նախաձեռնողներից Արման Պետրոսյանը մատնանշում է, որ գործող իշխանությունը լծված է հայոց պետականությունը ապամոնտաժելու հանցավոր գործին։
Պատերազմի մասնակիցը խոստանում է ընկերների հետ միասին շարունակել պայքարը, որ Հայաստանին վերադարձնեն արժանապատվությունը եւ պայքարելու ոգին։ Ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեգամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրանց քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել։ Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախ է եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ։ Հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժե համակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասեց միջանցք չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է, ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից։ Ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայկին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին։ Այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել եւ հասել ջերմուկի մատույցներին։ Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտարակության դեմ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Հոկտեմբերի 2-ի նիստում Հայաստանի ազգային ժողովը մերժել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության կողմից ներկայացված հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծը։ Խոսքը քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության 58 պատգամավոր դեմ է քվեարկել, 2-ը ձեռը պահ։ Միայն 26 պատգամավոր կողմ է քվեարկել օրինագծին։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը թունավորվել է Մոսկվայում։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հաղորդմամբ Ասադը դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից սեպտեմբերի 29-ին։ Աղբյուրի խոսքով մինչ Ասադը հիվանդանոցում էր, միայն նրա եղբորը եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարինը թույլատրվել այցելել նրան։ Ասադը թունավորվել է եւ գործողությունն իրականացրած կողմը ցանկացել է մեղադրել Ռուսաստանի կառավարությանը սպանությունը կազմակերպելու համար։